Խնդիրը ոչ թե դա էր, որ կա կամ չկա խոսքի ազատություն, այլ այն, որ լրագրողները, լրատվամիջոցները, պարզապես մարդիկ, ժողովուրդը կարողացան համախմբվել ու հաղթել։ Այս սա կարևոր է։ Այսինքն սա կարևոր է հետագա բոլոր իրավունքների համար պայքարելու տեսակետից։ Ես սրանով եմ կարևորում ես այս օրը, հա, սա ոչ միայն խոսքի ազատության օրը, սա մարդկանց համախմբվածության հաղթանակի օրը։ Խոսքի ազատությունը մեր մոտ էլի որոշ չափով կա, բայց չեմ կարող ասել, որ լիակատար ամեն ինչ նորմալ է մեր երկրում, որովհետև նամանավանդ վերջին շրջանում ու այս տարվա մեջ դատերն են շատացել մամուլի դեմ ուղղված, ֆինանսական ճնշումների ձևով փորձում են լրացնել մամուլին, բայց կարծում եմ դա որոշ ժամանակ անց արդեն իսկ չի իրականանա իրենց ոմանց ցանկությունները։ Խոսքի ազատության խնդիրներ կան Հայաստանում, բայց կարելի ասել կիսով չափ ազատ, կիսով չափ ոչ ազատ, բայց կարևորը կա նաև ցկտումը, ինչպես հայ ժողովրդի ցկտումը, այնպես էլ քաղաքացիական հասարակության կառույցների լրագրողների ցկտումը, եւ ես կարծում եմ ամենակարևորը այդ ցկտումն է, որ մեր ժողովրդի մեջ կա, եւ եթե կա այդ ցկտումը, ուրեմն ամբողջովին լրացնել եւ խոսքի ազատությունից զերծ պահել հայ ժողովրդին, Հայաստանի բնակիչներին հնարավոր չէ։ Մենք չունենք շատ այսպես հաղթանակներ և շատ լավ կլիներ, որ ի վերջո մեր բոլորի ջանքերով մեր երկիրը դառնա այնպիսին, որ նմանատիպ պայքարի անհրաժեշտություն չլինի։ Ես կարծում եմ, որ քաղաքակրթության մեկ մասն է նաև այդ ազատ խոսքի նկատմամբ վերաբերմունքը, որը միշտ եղել է այստեղ եւ որը մի կողմից Լևոնն է պահում եւ մյուս կողմից մենք համոզվեցինք, որ ինչպես Աշոտը ասաց 3 տարի առաջ գալայի շնորհիվ, գալայի շուրջը ձևավորված այդ ամբողջ խմբի մարդկանց շնորհիվ դա իսկապես դառավ արժեք եւ մենք ամեն տարի գալիս ենք այդ արժեքի համար։ Մարտի 25-ը խոսքի ազատության օրն է եւ նշվելու է Գյումրիում։ Այստեղ կամ մեկ այլ տեղում։ Ինչու եմ ասում, որովհետեւ ժամանակն է, որ ձեր օրացույցների մեջ տեղ գտնեք եւ այդ օրը կիրակի է լինելու, ինչպես ասում են, եթե հանկարծ մեծ րոպե նշած կառավարությունը ինչ-որ բան չփոխի մեր օրացույցում, ուրեմն ամսի 25-ը մարտի, այնպես չլինի, որ հրավերներին պատասխան կա, թե այդ օրը գործ էի ես պլանավորել։ Հենց հիմա իմացեք, 365 օր առաջ բոլորին տեղեկացնում ենք այս մասին։